Եթերը շարունակում է մոլորակի հիմնական թողարկումը, ներկայացնենք օրվա կարևոր իրադարձությունները։ Բարև ձեզ։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։ Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սարգսյանը եւս մեկ անգամ շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում իր ղեկավարած կոալիցիայի հաղթանակի կապակցությամբ։ Սարգսյանը հույս է հայտնել, որ Վրաստանի նոր կառավարությունը պատվով կկատարի ստանձնած պարտականությունները։ Նաեւ ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանում կայունության պահպանմամբ եւ ցանկանում է ավելի ամրապնդել եղբայրական հարաբերությունները, որոնք օգուտ կբերեն եւ վրաց եւ հայ ժողովուրդներին։ Տպագիր մամուլում այնուհետ նաև համացանցում տեղ գտած հոդվածն այն մասին, որ հաշմանդամություն ունեցող Վանաձորցի 13-ամյա պատանին զրկվել է հաշմանդամության թոշակից, մեծ տարածում գտավ եւ հայտնվեց ուշադրության կենտրոնում։ Խնդրի հետքերով գնացել է նաև իմ գործընկերը Սարգիս Գոքորյանը հյուրընկալվել է նրանց տանը, տեսնենք ինչ է պարզել։ Շահեն Հարությունյանը երազում է համակարգիչ, մեքենա եւ հեռախոս ունենալ։ 13-ամյա այս երեխան սիրում է ռազմագիտություն, պատմություն եւ գրականություն առարկաները։ Մասնագիտություն ընտրելու հարցում արդեն կողմնորոշվել է, ասում է, ռազմագետ եմ դառնալու։ Նրա ու մայրիկի ցանկությունները սակայն իրարից շատ են տարբերվում։ Թեև մեր հերոսի ընտանիքը ապրում է սոցիալապես ծանր պայմաններում եւ չունեն սեփական բնակարան, ընտանիքի մայրը դեռևս չի երազում բնակարանի մասին։ Ավելի շատ ցանկանում են աշխատանք ունենալ եւ սեփական ջանքերով ստեղծել իրենց անկյունը։ Այդ ամենը սակայն մինչ օրս հնարավոր չի եղել։ Ընտանիքի ավագ որդին 13-ամյա Շահենը 10 տարի հաշմանդամության թոշակ է ստացել, որը գումարվելով տատիկի թոշակին ու ընտանեկան նպաստին ապահովել է ընտանիքի կեցությունը։ Այսօր սակայն ընտանեկան բյուջեի մուտքը նվազել է 18,000 դրամով։ Շահենը այլևս թոշակ չի ստանում։ Թոշակ չստանալու որոշման մասին ընտանիքը իմացել է 3 ամիս առաջ, երբ Լոռու մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովն անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերին կայացած նիստում հաշմանդամ չի ճանաչել Շահենին։ Վերջինիս մայրը սակայն վստահեցնում է, որ որդին դեռևս խնդիրներ ունի։ Ըստ բժշկի ախտորոշման Երևանի կա էնցեֆալոպաթիա ուղեղաթաղանթի բորբոքում, որ ստացել է հետծննդյան տրավմայից հետո, ֆիզիկական ուժ աներկործվել ու կպել են կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Շահենի մայրը նշում է, որ որդին հաշվառված է նաև Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում, այնտեղից անվճար հիմունքներով անհրաժեշտ դեղորայք են ստանում, որի օգնությամբ ցնցումների հաճախականությունը նվազում է։ Մայրն անհանգստացած է, եթե անվճար դեղորայքից էլ զրկվեն, սեփական միջոցները չունեն այն ձեռք բերելու համար։ Կպահանջի կրկնակի փորձաքննություն բժշկական նյարդաբանի ու մանկաբույժի, որովհետև իր աչքն էլ կանգնած նորմալ չի աճում, այն ժամանակն է, որ պիտի լավ աճ ունենա, բայց կանգնած է։ Շահեն Հարությունյանի հաշմանդամության թոշակը վերականգնելու համար մայրն արդեն դիմել է մի քանի իրավապաշտպան կազմակերպությունների։ Խնդրի մասին բարձրաձայնել են նաև էլեկտրոնային ու տպագիր լրատվամիջոցները։ Նվարդ Ավագյանը պահանջում է եւս մեկ փորձաքննություն։ Սարգիս Գոքորյան, Արտակ Բրուտյան, Մոլորակ։ Մոտ մեկ շաբաթ տևած անկումից հետո ամերիկյան դոլարի փոխարժեքը Հայաստանի ֆինանսական շուկայում կրկին բարձրացել է։ Nasdaq OMX Armenia-ի հարթակում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր կազմել է 406,50 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0,12%-ով կամ 0,5%-ով։ Բորսայում այսօր վաճառվել է ընդամենը 650,000 դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է միջինը 1 դրամով, որոշ փոխանակման կետերում հասնելով 406 դրամի։ Դոլարի վաճառքի նվազագույն փոխարժեքը 408 դրամ է։ Ֆորեքս միջազգային շուկայում եվրոն այսօր թանկացել է։ Եվս մեկ լուր, որ ուրախացնող է հատկապես նրանց համար, ովքեր պատրաստվում են այս տարի օգտվել բանկերի տրամադրած վարկերից։ Բանկերը վարկերի եւ ավանդների տոկոսները 2013-ին չեն փոփոխի։ Բանկերի տոկոսները կմնան կայուն այնքան, մինչև մրցակցային դաշտում լինի փոփոխություն։ Բանկերը վարկերի տոկոսները այս տարի չեն փոխի։ Ֆինանսական վերլուծաբան Էմանուել Մկրտչյանը իր այդ կանխատեսումը հիմնավորում է վարկերի եւ ավանդների տոկոսների մարժայով։ Տոկոսները չեն իջնում եւ չեն կարող իջնել այդ վիճակում, որովհետեւ գոյություն ունի մարժան մեզ մոտ բարձր է։ Բանկերը հաստատում են, տոկոսները կմնան կայուն այնքան, մինչև մրցակցային դաշտում լինի փոփոխություն։ Տոկոսների նվազեցում չի կանխատեսում, միգուցե աննշան փոքր փոփոխություն։ Մրցակցությունը բանկերի միջև նոր հաճախորդների համար այժմ թեժ է։ Ճգնաժամից հետո խոշոր հաճախորդներին փոխարինելու եկան փոքր եւ միջին ձեռնարկությունները եւ սպառողական վարկերի պահանջարկ ունեցող քաղաքացիները։ Բանկերը հասկանալով, որ ինչ որ տեղից, պետք է ինչ որ տեղից պետք է շահույթ ստանան, գնում են դեպի սպառողական շուկա։ Այդ իմաստով բանկերը իհարկե մտել են մի քիչ ավելի ռիսկային դաշտ։
Փոքր բիզնեսը եւ անհատները բերում են մեծ ռիսկեր։ Հենց նրանք են, որ ամենաշատը չեն վերադարձնում վարկերը։ Այսօր նրանց ծավալը մոտ 5% է։ Միջազգային պրակտիկայում սա միջին ցուցանիշ է։ Թույլատրելի շեմը 15% է։ Մեկ տարում մոտավորապես 25%-ով ավելացել է ծավալը, հասել է մոտավորապես 85-90 միլիարդի։ Հայաստանյան բանկերը հաստատում են, չաշխատող վարկեր ունեն, բայց դրանք չնչին են ու գործունեության համար անվտանգ։ Կոնվերսբանկում օրինակ 32% վարկային պորտֆելի աճի պայմաններում վատորակ վարկերը նվազել են։ Խնդրահարույց վարկերի դիմաց ձևավորված պաուստաֆոնդը տարվա սկզբին գրանցված 1.7%-ից իջավ 1.4%։ Չնայած ռիսկային վարկերին, բանկերը այսօր ավելի շատ փող ունեն, այսինքն չտեղաբաշխված ռեսուրս, եւ կանխատեսումները, թե անվերադարձելիության պատճառով բանկային համակարգը, որը երկրի ամենակայուն ու զարգացող ճյուղերից է, կարող է խաթարվել, անհիմն են։ Ավելին, կուտակված միջոցները վկայում են, որ համակարգը կարող է հատկացնել ավելին ու ֆինանսավորել ավելի շատ։ Մնում է, որ տնտեսությունում լինի դրա պահանջը։ Լիլիթ Ասլանյան, Պողոս Միրզոյան, Artnews։ Շարունակում ենք թողարկումը ալկոհոլը չափավոր օրը 20 գրամ օգտագործելն օգտակար է առողջության համար, ով եւ ինչու է եկել այս եզրակացության իմանանք տեսանյութից։ Ամբողջ աշխարհի բնակչության 5%-ը համարվում է առողջ, 75%-ը հարաբերական առողջներն են, իսկ մարդկանց 20%-ը հիվանդ է։ Նրանց մեծ թիվ են կազմում սրտանոթային հիվանդություններ ունեցողները, եւ ոչ միայն աշխարհում, այլ նաեւ մեր երկրում այս հիվանդությունների երիտասարդացում է նկատվում։ Եթե տասնամյակներ առաջ 40 տարեկան մարդը ինֆարկտ էր ստանում, մարդիկ զարմանում էին։ Մասնագետները փաստում են, որ այսօր ինֆարկտ է ստանում շատ ավելի երիտասարդները։ Սրտաբան Տիգրան Պողոսյանի խոսքով սրտանոթային հիվանդությունների զարգացմանը նպաստում է ժառանգականությունը, որն ամփոփող է եւ փոփոխվող գործոններից սխալ կենսաձևը, սնունդը, սթրեսներն ու ալկոհոլը։ Օրգանիզմում ալկոհոլը բերում է սրտի աշխատանքի ռիթմի խանգարումների, սրտի աշխատանքի ավելի գլոբալ ներկայացում ծանրաբեռնվածության մեծացման, որն իր հերթին բերում է սրտի, թթվածնի եւ այլ օգտակար նյութերի պահանջի մեծացման։ Ալկոհոլի չափավոր օգտագործումը մասնագետների հավաստմամբ նույնիսկ օգտակար է առողջությանը, բայց այդ չափն ընդամենը օրական 20 գրամն է։ Սա վերաբերում է առողջ մարդկանց եւ այն հիվանդներին, ովքեր միաժամանակ որևէ դեղամիջոց չեն ընդունում։ Այլապես ալկոհոլն ընդհանրապես հակացուցված է։ Խմեք 20 գրամ եւ ցանկալի է միայն 4 կարմիր գինի։ Մասնագետները բացատրում են, խաղողի կեղևը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ հակաօքսիդանտներ։ Սրտանոթային հիվանդությունները խոցելի են տղամարդկանց շրջանում, նրանք են հենց ավելի հակված ալկոհոլի կամ այլ վնասակար հատկությունների, բայց բժիշկները թե տղամարդկանց թե կանանց հորդորում են սրտի պարբերաբար կրկնվող ծակոցների դեպքում նույնիսկ ինքնաբուժությամբ չզբաղվել։ Ինքնաբուժություն անելով որևիցե միջոցով բթացնում են ցավը կամ բթացնում են այդ խնդիրը, հա, ինչ որ ժամանակ իրենք հիվանդությունը անցնում է լատենտ շրջանի ու լավ են զգում ու հետո մի գեղեցիկ օր պարզվում է, որ իրենք ունեն լուրջ խնդիր ու արդեն գնում են ոչ թե պարզապես բուժման, այլ նույնիսկ վիրահատության։ Մասնագետները հորդորում են ժամանակին դիմել մասնագետի, այլապես բարդություններն անխուսափելի են, բուժումն էլ ավելի երկարատև։ Տարին առնվազն 2 անգամ ընդհանուր բուժզննում անցնելը ցանկալի է, նույնիսկ պարտադիր։ Տաթև Հախնազարյան, Արմեն Շահոյան, Artnews։ Իդեպ չափավոր ալկոհոլը չէր խանգարի նաև այս Սրտաշնչ օրերին տաքանալու համար համաձայն չէ Սեռնա, բարի երեկո։ Բարի երեկո Աննա, իհարկե համաձայն եմ, սակայն նայածում համար ինձ թվում է վարորդներին այն խստի վարգելվում է, մանավանդ որ ճանապարհներն էլ պատված են մեր կասառույցով։ Համաձայն եմ, ինչ ունենք աշխարհից այսօր։ Աննա, պիտի խոսենք Ինդոնեզիայի մասին, որն էլ ողողված է ջրով։ Ինդոնեզիայում ջրհեղեղներն ու սողանքները 8 մարդու կյանք են խլել, մոտ 120,000 մարդ զրկվել է տանիքից, Ջակարտայում ջրի մակարդակը հասել է 3 մետրի, որի հետևանքով 2 մարդ է խեղդվել, իսկ մայրաքաղաքի արևելքում 10 վարչական թաղամասերից 7-ը ջրի տակ են։ Ավելի քան 9,000 բնակիչ ստիպված են եղել լքել տները եւ պատսպարվել մզկիթներում ու հիվանդանոցներում։ Եվս 6 մարդ սողանքի հետևանքով զոհվել է Ջակարտայի Բոգոր քաղաքարբանյակում, իսկ Բանտեն նահանգի 109,000 մարդ մնացել է առանց տանիքի։ Իսկ այսօր առավոտյան Ինդոնեզիայի մայրաքաղաքում նախագահական պալատը ողողված է ջրով, ջրի մակարդակն այստեղ գերազանցում է 1 մետր։ Ցավալի է, բայց փաստ։ Այս պահին անդրադառնանք մեր տարածաշրջանի եղանակային կանխատեսումներին։ Հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական անպամացությամբ, առայժմ առանց ստեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-ից 2 աստիճանով։ Քաղաքաբնակներին անհրաժեշտ է զգուշանալ տանիքների ծնկնողությունից եւ սառույցից։ Հանրապետությունում ավտոճանապարհների մի շարք հատվածներում դիտվում է մերկասառույց, սակայն բոլոր ճանապարհները հիմնականում անցանելի են։ Տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Ստեփան Ծմիդալ-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների եւ մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար անվաշղթաների կիրառման դեպքում։ Լոռու մարզում սպասվում է գիշերը 17 աստիճան ցուրտ, ցերեկը 4 աստիճան տաքություն։ Լոռու մարզի քաղաքներից Տաշիրում սպասվում է գիշերը 1 աստիճան ցուրտ, ցերեկը 5 աստիճան տաքություն։ Ալավերդիում կլինի գիշերը 2 աստիճան ցուրտ, ցերեկը 3 աստիճան տաքություն։ Սպիտակում կդիտվի գիշերը 8, ցերեկը 3 աստիճան ցուրտ։ Ստեփանավանում կլինի գիշերը 7, ցերեկը 2 աստիճան ցուրտ, իսկ Մարզկենտրոն Վանաձորում սպասվում է գիշերը 5 աստիճան ցուրտ, ցերեկը 0 աստիճան։ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղ-տեղ հավանական է մերկասառույց, մայրաքաղաքում կդիտվի մինչև 1 աստիճան տաքություն։ Անկախ եղանակային կանխատեսումների ճպտացեք հաճախ։ Շնորհակալություն, սպասում ենք ջերմնորությունների քեզնից։ Սա մեր վերջին տեղեկատվությունն էր, մոլորակից անմիջապես հետո դիտեք նաև ժողովրդավարություն եւ մարդու իրավունքներ հաղորդաշարը։ Հերմինե Զարմանյանն այսօր հյուրընկալել է հոգեբան Արծվի Հարությունյանին, իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս եւ խորհուրդ տալիս հետեւել Ֆորտունա հեռուստաընկերության աշխատանքին, ստեսին եւ ամենայն բարիք։